Բարի լույս հետևորդներ ջան, բարի օր բոլորիդ, առավոտ շուտ, արթնացել եմ ու տանից փախել եմ, Աշոտի վրայից փախել եմ, չգիտի որ գնում եմ դաշտ, որոշ խոտաբույսեր կան, խոտաբույսեր կա, որ պետք է հավաքեմ, հետո գնամ պատվերները պոչտայում առաքում կատարեմ, այնքան հավես է, այս բնությունը առավոտ շուտ, այս մաքուր օդը, որ շնչում ես թարմ, երևի չգիտեմ, էլի մարդիկ կլինեն, որ կարող է եկել գնացել են հողամաս կամ արդեն հողամասերում են, ժամը 8-ը չկա, այսպես, մենակ Լիլիթը տեսա, որ գալիս եմ, գիտեն արդեն ուր եմ գնում, էլ ուր պիտի գնամ դարը դաշտը մեր խոտաբույսեր հավաքելու. Սիրունա, չէ, գետնել վարարել, նացա ու որոշեցի, որ գնամ դուրս, խոտաբույսեր հավաքեմ, պետք է, այնպես եմ, օրվա մեջ այնպես եմ անում, իմ ժամերը դասավորում, որ բոլոր գործերս էլ հասցնեմ կատարել, ասեցի ավելի լավ գնամ մի ժամ այդ խոտաբույսը քաղեմ գամ, հետո պատվերներս տանեմ, հետո մի քիչ տան գործ մորձեր, ու կգնանք հողամաս, այս ճանապարհը հողամաս տանող ճանապարհն է, այնպես որ երկու անգամ այսօր պետք է գամ ու գնամ, բայց խնդիր չի ինձ համար, սովորեմ ես, հետևորդներ ջան, սովորեմ, կգնամ, դաղցի տեղն եմ կանգնել, մի հատ ուսումնասիրում եմ, ու հեսա արագ բարձրանամ են բարձունքը ճանապարհը. Հավես է շատ, եմ ու մտածում, տեսնես ինձ նման խենթ կա, որ քնից արթնանա ու վազի դաշտերը, երևի կլինեն ինձ նման, որ սիրում եմ բնություն, իրանք էլ տենց բնության հետ իրանց գործն էլ աշխատանքն էլ կախված է բնությունից, նաև ինչու չէ մարդիկ բանջար բան են գնում հավաքում, տեսեք ես երիցուկներ նկատեցի, կարելի է գալ քաղել, նայում եմ, ուսումնասիրում եմ, որտեղի ինչ ծանոթ խոտաբույս կա, որ անհրաժեշտ է հավաքեմ ու այսպես շարունակում եմ իմ ճանապարհը. Այ թե Աշոտը կիմանա վրաս մի լավ խոսա, կասի այ կդիկ էլի գլուխդ կախեցիր, քիթդ տնգեցիր ու գնացիր, խոսում է վրաս խոսում է, դե չի ուզում, որ մենակ ես դուրս գամ, ես էլ իրա վրա եմ ճիշտն ասած խոսում, ես էլ չեմ ուզում, որ Աշոտը մենակ դուրս գա, հազար փորձանք կա, բայց դե ոնց ասած Աստծու անունը տալով ուղղորդվում ենք, գնում ենք, էտա ինչ անենք, կամուրջի վրա եմ ու ես կանգ եմ առել, արփայի ջրի ձայնն եմ լսում, վայելում, մինես թարմություն, ընդհանրապես ասում եմ, որ առավոտ շուտ արժի իջնել գետի ափ, շնչել այդ թարմ օդը, ոնց ասեմ, մի ուրիշ տեսակ է լինում օդը, ծառը, հաճելի, որը շատ առողջարար է թոքերի համար, շնչուղիների համար. Դե ինչ, այսպես գնանք. Հիմա կմտածեք, ասեք, այս Նազոն, այս ինչ խոտաբույս է որոշել քաղել, այս ինչ խոտաբույս պիտի քաղի, դե գնում են, գաղտնիք է, գաղտնիք, գնամ ստուգեմ, ստուգումներ անեմ, մի քիչ էլ հավաքեմ գամ,
Եվ չմոռանաք հետևորդներ ջան, լայքեք, բաժանորդագրվեք, դուք լայքում եք, ես էլ վայքում եմ։ Առավոտ շուտ վայքից փախել եմ սարերը։ Առավոտ շուտ վայքից փախել եմ սարերը։ Գնում եմ տեսնեմ սարերում ինչ կա, ձորերում ինչ կա։ Մի հատ լսեք այս երաժշտական կատարումը։ Ուր է թռչնակը։ Ինքան է փոքր են։ Դեղ են ինչա։ Ոյ, բայց դե հաճելի է։ Հաճելի։ Մի խոսքով ինչ տենալու եմ, հավաքելու եմ։ Առավոտ շուտ ինչ, օդ ինչ թարմություն։ Սենց գնամ համ մառաժոկը հավաքեմ։ Համ էլ իմ ուզած խոտաբույսը։ Չասեք նազու այսօր եկար, ոխենում ենք, հետ գնա, հետ դարձի ճանապարհ չկա, եկել եմ։ Չէ, սրանք չեմ հավաքում վաճառքի համար։ Իմ սիրած զբաղմունքն է, մանկության հուշեր։ Սա խատուտիկի սերմերն է, թող գնա տարածվի աճի, օգտակար առողջարար բույս է։ Խատուտիկ էլ պետք է հավաքեմ, բայց շուտ եմ եկել, որովհետև կիսաբացվել են, պիտի արևը տա բացվի, առաջ եմ ընկել, որը բացված է այն էլ կքաղեմ, կհավաքեմ։ Բայց այն ալիքը կա։ Կաքավների կրկրոցը ինչ լսվում է։ Տեսնում եք, չէ, այս այգիները առաջ մշակել, ջրել են, հիմա չորացել է, ջուր չկա։ Ես է խատուտիկ հավաքեմ, չեմ թողում խեղճերը բացվեն, բայց չէ, բացվածները կհավաքեմ, հետ գալուց էլ կհավաքեմ։ Հասա հողամաս էլ, հողամաս հասա։ Ահա, հավաքեմ, սենց կիսաբացվել շատ լավ է, որ ինքը չորանում է, լրիվ չի բացվում, բամբուլ դառնում։ Հետ էլ է գաղտնիք։ Գաղտնիքներ, որոնք ձեզ ոչ ոք չի ասի, սիրելի հետևորդներ, բայց դե ես կասեմ։ Ահա։ Հավաքեմ իմ համար գլուխս կախ։ Սապոգներ եմ հագել, որովհետև խոտերի վրա շաղ է դրել։ Տեսեք այս կողմերի վրա մարդ չի եկել, ինչքան ծնեբեք կա։
Չքոնը եղե։ Բոլորն էլ օգտակար առողջարար։ Գլուխս կախ գնում եմ։ Լուր։ Հատ լսենք բնությունը, ինչ ձայներ կան։ Համարյա հեսա կհասնեմ Արջի ձոր։ Տանից փախել եմ։ Բայց դե որ գնացի տուն մի լավ պշտոց եմ ուտելու։ Դե արդեն գիտեք ում կողմից։ Հողամասերում մարդ չկա։ Հողամասերում էլ ոնց որ մարդ չկա։ Մառաժոկը հավաքեմ։ Էսեն է։ Բարձանամ այդ վերևից տենամ մեր հողամասերում ով կա։ Համը խատուտիկ հավաքեմ։ Ինքան կա լիքն են էսեն։ Այսենց ենա ծաղկած են։ Հողամասի տարածքը մարդ չկա, ամալենք հողամասում չեն, չկան սիրունա հեռվից երևում։ Կարելի ասել մենակ եմ այս տարածքներում։ Ինչ անեմ, ես եմ Աստծու հետ, Աստված ինձ հետ։ Ստեղոց կա, հայտերը խշխշում են, թշթշում, դե ինչ այս դժվարին տեղերը մտնեմ, համ մառաժոկ կա հենա լավ եղել է, համ խատուտիկ կա արագ հավաքեմ, հետո ցույց կտամ, թե ինչքան հավաքեցի։ Եվ հետևորդներ ջան, մառաժո էլ քաղեցի, խատուտիկ էլ եմ հավաքում, լիքն է խատուտիկ, քաղուղա պետք, այսպես սիրուն քաղեմ ու գնամ իմ գործերին։ Այս այգու մեջ այնքան լավ կա, շատ լավ կա, որ մանեմ գալի, լիքը ու լիքը։ Թռչունների երգով հանգիստ հավեսին։ Փուչիկ էլ են եղել, այսա, որը շուտ է ծաղկել։ Դե հավաքելն էլ կզված գործ, կզվում ես, էլ դզվել չկա։ Կարևոր որ խատուտիկ կա, իհարկե մի քիչ ցուրտ տեղերում
Նոր է ծաղկում խատոտիկը, ըստ եղանակի էլի, ջերմաստիճանի, սրանք է քաղեն ոչինչ որ բանեն։ Դառնություն ունի, համ քաղցր է, համ դառը, այդ կաթը շատ օգտակար ու առողջարար է։ Այնպես որ դուք էլ քաղեք ու կերեք։ Օրինակ եմ ծառայում։ Դուք էլ ինձ հետ մենակ եմ անեկանք եմ ասում, դուք էլ ինձ հետ սիրելի հետևորդներ։ Համ քաղում եմ, համ ուտում։ Ինքան լավն են, մեծ, 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 մեծ։ Այսօր ինչքան ծովում եմ ճարել, և որոշեցի սրա հետ էլ մի քիչ խաղալ, արի, ուր ես գնա, լավ, ուայ, տեսեք, ոնց է պաշպանվում, փախավ, լարեցի, բա լավ, որ գալիս ես ճանապարհի սուր մտար, գնաց, գնա, ահա, ես քաղեցի, հավաքեցի մարաժող, խատուտիկ ու գնում եմ տուն, ինքան էլ օձ հանդիպեց, վերջինի հետ որոշեցի մի քիչ կատակ անել, այսինքն ինչ է վերջինը, միգուցե էլի տեսնեմ, դե վերջում էլ ես ինչ չեմ կորցրում, յոսոմոն եմ քաղել, իմ սիրած ծաղիկներից մեկն եմ, կարևորը դաշտից է, դաշտի դարձել է վայրի յասաման, սիրեց եմ, այստեղ հանգստանամ, յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով, վաղուց շուտվա երգեր, շատ շուտվա երգեր, տանից էլ դեռ չեն զանգել, հետևորդներ ջան, դեռ չեն զանգել տանից, դա նշանակում է, որ Աշոտը քնած է, ես իմ ուզածները հավաքեցի, գնամ տուն, պատվերները տանեմ պոչտա, հետո տան գործեր
Աշոտն էլ գործ ունի վերջացնի, նորից այս ճանապարհը ոտատակ եմ տալու։ Երկրորդ անգամ ոտատակ կտամ ու կգամ։ Բայց դե, որ ասեմ հոգնեցի, սուտ կլինի, չեմ հոգնել։ Այսօր առավոտ շուտ իմ առջև պլան եմ դրել նպատակ ու ասել եմ Նազո դու պիտի անես դա ու այո, պետք է անեմ։ Իհարկե գնալու ենք տեղ, իրիկս գալու է գնանք Մեղրի, Ագարակ, այսինքն մի 2-3 օր այդպես կանցնի ու դրանից հետո որոշելու եմ եւ իմ որոշումը կանեմ։ Դուք էլ կտեսնեք, թե այս խենթ Սարի աղջիկը ինչ է որոշել անել։ Քանի որ յասամանի հոտից չեմ կշտանում, քանի որ ժամանակը թանկ է, ժամանակս հազիվ եմ պլանավորում, հազիվ ես հելնեմ գնամ տուն, գնացի։ Կարամ պատվերները մի քիչ ուշ էլ տանեմ, բայց ինչ եմ շուտ տանում, որ առավոտ շուտ տանեմ, հասցնեն այսօր ուղարկեն, էլի։ Այդպես։ Ով գոգնոցս չեմ հանում, ճանապարհին էլի լիքը խատուտիկներ տեսնելով, քաղելով կգնամ։ Լիքն են։ Բայց մի քիչ արդեն անցել էր վրան, հիմա են խոնավ վայրերում կլինեն, էս են։ Քաղենք, ես ծառերի տակ ես ինչ լավ շուշան կա։ Բա, ամեն բանջար կա։ Ամեն բանջար, դոժը թթվի համար։ Սկոկան զոխ հատվ է, կարելի է հանել։ Սահանի տար թթու դիր։ Օրինակով կմտածեր, որ այստեղ շուշան կաճի, Նազոն է կքաղի։ Մի հատ նայեք ինչ լավ շուշան է։ Այսինչ այս բաներով թթու կդնեմ։ Տերևները թթվի համար չենք վերցում։ Եմ վերևի թաղելն է, տեսե շուշան, որ գնամ երիցուկի, դեղից է կբերեմ։ Ընտիր, խաշի ու թթու դիր է, այս ծառերի տակա այս են շուշանը։ Էտ էլ քաղեմ նոր գնամ, լավ։ Ինչի թողեմ գանձը կորչի։ Ինչի թողեմ գանձը կորչի հողի տակին, նայեք, ով կպատկերացներ, քոքով չհանեք, նայեք, որ այստեղ սենց շուշան կլինի, տերևները պետք չի, թթվի համար, դաշտերը իչքան բարիքով են, առատ են, առատ։ Էսա, այս ծառի տակ սենց կա, քաղեմ գնամ, ինչ կասեք, բան չեք ասի, չէ, այսենց աղենք, ապսոս հարմար չի, հաջողությունը ինքստինքյան լինում է, գալիս է, ոնց հլու ինչ լովն են։ Բարակ քաղում եմ, թթու լինի, թարմը թթու։ Դակ եկնա, տեք սիրավ, ուրեմ ես այգու մեջ է կլինի, դժվար, շուշանը սիրում է ծառերի տակ լինի։ Են որ մի հատ լիներ, հաստատ հավես չէի անի, բայց որ մի քանի հատ է, բայց որ շատ է, մի հատ երկու հատը տանը ինչ անեի։
Շատի համար արժի։ Այդ ոնց ուզում եմ ասեի, այդ ոնց է ժողովուրդը չեն տեսել ու հիշում եմ այ մարդտեին ժողովուրդ։ Յա ես պետք է տենամ, յա էլ Ամալյան։ Որ ասեմ Ամալյան տենց ուշադիրա սուտ կլինի։ Էդ է սուտ կլինի։ Ոստե նայեք։ Նազո ջան։ Պետք է գնայım հասնեմ եսին որդե որ Շուշան բերեմ։ Ահա։ Իսկական թթվի։ Այսօր էլ եւ այդ կդնեմ։ Արիստե, իմ աչքից բան չի վրիպում։ Քիչ վերևը սահաննենք։ Ահա։ Նայեք, ճռճռում է։ Սենց վերևել նայեցի, չկա, այդքան հատվածներ։ Բայց դե հոնտ իրեր, այստեղ ով նայի կիմանա, որ այստեղով անցել է Նազոն։ Նազոն է անցել այստեղով։ Մի փոքրիկ բանկա կլինի։ Մի հատ էլ ուշադիր նայեմ, էլի քաղեմ։ Մի փոքրիկ էլ էսա դրել եմ այստեղ։ Յասոմանիս վրա, բայց դե մի հատիկ ինչ եմ թողը, այ Նազո։ Բայց դե որդներ ջան, ինձ տոպրակապետք բան պետք է հավաքեմ։ Ուրա։ Ասոնք, սենց որ դնեմ բայսակիս մեջ շալակեմ շատ լավ կլինի, որովհետև ես հիմա այստեղից խոտաբույս պետք է հավաքեմ ուրիշ։ Խոտաբույս պետք է գնամ հավաքեմ։ Լավ է շաքարի համար, անքնության համար, ես բոլոր խոտաբույսերն ճանաչում եմ, հենց այնպես չեմ ասում, ես բոլորից էլ խմել եմ, օգտվել եմ, փորձած բան է և դրա համար է վստահ քաղում եմ, ինձ էլ իմ համար եմ տանում, են որ տանը ունենամ, ինձ պետք է գալիս։ Ահա, և վերջապես Սարից իջա ես քաղաք, Սարից իջա ես վայք, դժվար ճանապարհը անցել եմ, ահա, այստեղ եմ մնում, այստեղ էլ անցնեմ ու գնամ, ուրցը շատ փոքր է, հա, ինչա սենց փոքր, գնալու եմ ուրիշ տեղից հավաքեմ, ուրիշ գյուղից։ Արևն է դուրս եկավ արդեն լավ, ինձ ասում է գնա տուն, քո գործին, տան գործերին։ Ես է քաղեմ ու գնամ, ինչի թողեմ գանձը կորչի։
Քաղենք, սա էլ շալֆեն է, հետևորդներ ջան, ապտեկաներում, էլի դեղատներում վաճառքի կա շալֆե, խառը թեյ եմ սարքելու, խմելու համար, միզամուղ հատկություն ունի, գնաս ջեբս, դե հետևորդներ ջան, ձեզ լավ օր եմ ցանկանում, ինչ ասեմ, ինչ գործեր էլ որ կանեք, թող հաջողություն լինի, հողի աշխատանք կլինի, փողի աշխատանք կլինի, հաջողություն, առավոտ շուտ թարմություն և մեծ էներգիա ստացած գնում եմ տուն, որ տան գործեր անեմ, լավ մնացեք, լավ եղեք, ձեզ հետ նազելի նազներ, չմոռանաք, ես վայքում եմ, դուք լայքում եք ու բաժանորդագրվեք,